Պարոն Կարապետյան, բարև ձեզ, ձեր գործի հետ կապված ինչ կասեք, դա ինչ գործ է, ինչին է առնչվում։ Այո, ճիշտ որ ասեմ, տեղեկ չեմ, ինչ գործ է, չեն էլ կանչել, ընդհանրապես տեղեկ չեմ։ Ծանոթություն բանում չեք ստացել։ Չէ, ընդհանրապես տեղեկ։ Եվ վերջերս մի փոփոխություն եղավ քրեական։ Դա անդրամաբանական չի, Հայաստանում այնպիսի բաներ են, որ մամուլից են իմանում։ Եվ վերջերս մի փոփոխություն տեղի ունեցավ քրեական օրենսգրքում են լրացուցիչ հետազոտման հետ կապված է, եթե քրեական վարույթ կա եւ հրաժարվում է քաղաքացին, պատասխանատվության ենթարկվի։ Կարծում եմ լավ փոփոխություն է, պետք է բոլոր նախարարները, ովքեր ազատվել են, իրենց Դուք կարծում եք դա ձեզ համար է արվում, թե ոչ։ Կարծում եմ լավ փոփոխություն է, բոլոր նախարարներին հերթով կտանենք, մի հատ կստուգենք։ Լավ process։ Եվ փոխնախագահի հետ կապված արդեն ունեք որոշում։ Դեռ ոչ։ Դուք հավակնում եք Ոչ։ խմբակցության ղեկավարի պաշտոնին։ Դա կասենք, բայց բան կանենք, կներկայացնենք ապագայում որոշումների արդյունքում, ինչքանով դա օգտակար կլինի, նոր կորոշենք։ Բայց վերցնելու եք ամեն դեպքում։ Դեռ չենք որոշել, վերցնելու ենք, թե ոչ, ինչ որ պաշտոններ ամենայն հավանականությամբ բանի մեջ ենք։ Մտածում ենք, թե ինչպես է դա օգնելու վերջնական հաղթանակին։ Եթե ինքնանպատակ չէ, եթե օգնություն չի լինելու, հնարավոր է չվերցնենք։ Եվ դուք կգաք մշտապես նիստերին կմասնակցեք օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը, թե բարբերաբար ժամանակ առ ժամանակ Ապրենք կտեսնենք։ Ինչի, բայց եթե մանդատ եք վերցնում, Չպետք է տեսնեք, թե ինչ աշխատանք է կատարելու ուժեղ Հայաստանը։ Ամենաառաջի բանը, որ խանգարել է մեր երկրին, դա մակերեսային մոտեցումն է պետական կառավարմանը, թե իշխանության կողմից եւ նաեւ որոշ գործիչների կողմից։ Մենք պետքա փոխենք այդ մոտեցումը ավելի խորքային ներկայացվի հասարակության խնդիրները, մեր երկրի առջև ծառացած խնդիրները ազգային ժողովում եւ նաեւ հասարակության այդ աշխատանքը։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ կառույցը պետք է աշխատի ժողովրդի համար։ Սա առաջի հայացքից հնչում է տրիվիալ, բայց իրապես ազգային ժողովի պես կառույց է, որպես երկրի բարձրագույն մարմին քաղաքական, դեռ ժողովրդի համար բարձր չի աշխատանքի բնույթը։ Եվ մենք պետք է դա անենք, որպեսզի ազգային ժողովի եւ այլ գործիքակազմի համակեցությամբ հասնենք փոփոխություն։ Եվ կներեք մեկ բան էլ Ծառուկյանի հետ շատ կարճ Ծառուկյանի հետ կապված այդ տեղի ունեցած մտավախություն չունեք, որ բոլոր ընդդիմադիրների հետ դա տեղի կունենա, այդ թվում նաեւ ձեր հետ։ Տեսեք, ամեն ոլորտի մեջ լինելով կան ինչ որ այդ ոլորտային առանձնահատկություններ։ Հայաստանում ընդդիմադիր լինելու մեջ, եթե դու ընդդիմադիր ես, դու պետք է չանհանգստանաս կալանքից, ձերբակալությունից, որովհետև սա այն հատությունն է, Սպասում եք, որ այդպես նաեւ ձեր հետևից կգան։ Մենք սպասում ենք ամեն հնարավոր սցենարին, առաջի օրվանից էս մի տարի է, այնց խնդիր չկա։ Եվ կներեք, Մի քանի անգամ էլ եկել են, այնց չի։ ձեզ անվտանգության աշխատակիցներ են ուղեկցում։ Անվտանգության տղաները մեր Չէ, պարոն Մխիթարյանը չի այլ անձանց նկատի ունեմ, որոնք մշտապես ձեզ հետ են անվտանգության աշխատակիցներ են։ տղաներից կան, ովքեր բանեն անում։ Անվտանգության աշխատակիցներ Կան տղաներ, ովքեր ֆունկցիան ավելի շատ ոչ անվտանգային, այլ մի քիչ այլ ֆունկցիա է։ Ինչ որ վտանգ է սպառնում ձեզ։ Մի քիչ այլ ֆունկցիա է, Ինչ ֆունկցիա։ հաշվի առնելով իրավական համակարգի, իրավապահ համակարգի ոչ թափանցիկ վիճակը, ամեն դեպքում մարդիկ պետք է ուղեկցեն ներկա լինեն։